Դերասանուհի Թամարա Գևորգյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, լինելով թե թատրոնի բեմում և թե հեռուստասերիալներում։ Թամարան իր սոցիալական էջերում ևս ակտիվ է։ Ինստագրամյան հարթակում դերասանուհին ներկայացնում է աշխատանքային գործընթացից կադրեր, ինչպես նաև ցույց տալիս իր առօրյան ու ժամանցը։ Սակայն երեկ դերասանուհու հրապարակումը տարբերվում էր ամենօրյա հրապարակումներից։ Բանն այն է, որ դերասանուհին հիվանդանոցից էր հրապարակում անում։ Երկրպագուների բազմաթիվ նամակներից հետո Թամարան անդրադարձել է հարցին ու գրել հետևյալը. «Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ հոգատարության և անհանգստության համար։ Տարել եմ 2 բարդ վիրահատություն։ Առողջական խնդիրների մասին պատահական իմացանք։ Այդպիսով կարողացանք խուսափել վատագույնից։ Հիմա վերականգնողական փուլում եմ, առջևից Աստված», գրել էր Թամարա Գևորգյանը, չմեկնաբանելով, թե կոնկրետ իր հետ ինչ է կատարվել։ Star News-ը առողջություն է մաղթում սիրելի դերասանուհուն։ Հավելենք նաև, որ դեռ տարիներ առաջ, երբ Թամարայի ավտովթարը նոր էր տեղի ունեցել, Bravo AM-ը կապ էր հաստատել դերասանուհու հետ ու խոսել այս մասին։ Թամարան նշել էր. «Շնորհակալ եմ առողջականիս մասին հետաքրքրվող լրագրողներին, բայց հարցազրույցներ տալու ցանկություն իսկապես չունեմ։ Պարզապես կասեմ, որ վաղը 3-րդ վիրահատությունս կկատարվի, և ես հույս ունեմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա, և ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ։ Շատ պլաններ կային, որոնք կիրականացնեմ, թեկուզ անվասայլակով», գրել էր նա։ Դերասանուհին չի մոռացել նաև շնորհակալություն հայտնել. «Շնորհակալ եմ ինձ սիրող ու լավը կամեցող բոլոր ծանոթ ու անծանոթներին։ Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք նույնիսկ մարդու դժվար պահին չեն կարողանում իրենց չարությունը թաքցնել և հրապարակավ վատ մեկնաբանություններ են թողնում։ Դուք այս ընթացքում ինձ շատ օգնեցիք։ Ես հասկացա, որ ոտքս փրկել հնարավոր է, իսկ շատերի չարացած հոգիները ոչ։ Մի բան կասեմ միայն. թող Աստված բոլորիդ առողջ պահի», անկեղծացել էր Թամարա Գևորգյանը։ Հավելենք նաև, որ դերասանուհին իր կարիերայի ընթացքում շատ հարցազրույցների չի մասնակցել, սակայն մեկ անգամ էլ մեկ այլ հարցազրույցի ժամանակ անկեղծ պատասխաններ է տվել, իր մասնագիտության ընտրության և շատ այլ հարցերի պատասխանել։ Մենք ներկայացնում ենք այդ զրույցը։ Դերասանուհի դառնալը երազանք էր, թե ճակատագրի հերթական խաղ։ Թամարան այս հարցին պատասխանել էր այսպես. «Դա այն հարցերից է, որ երբեք չեմ կարողացել պատասխանել։ Նույնիսկ Թատերական ինստիտուտի առաջին կուրսում պարոն Ծատուրյանը մեզ հանձնարարեց գրել շարադրություն, ինչպես որոշեցի դառնալ դերասան վերնագրով։ Ես անկեղծ չկարողացա գրել, որովհետև այդ միտքը ինձ մոտ միշտ է եղել։ Ես ծնվել եմ, մեծացել ու հենց գիտակցությունս ներել է, որ մտածել եմ՝ ինչ եմ ուզում դառնալ, ես որոշել եմ, որ պետք է դառնամ դերասանուհի ու դարձել եմ»։ Հաջորդ հարցը այսպիսինն էր. «Թամարա, ես տեղյակ եմ, որ ուսանողական տարիներին Նիկոլայ Ծատուրյանը իր ուսանողներին արգելել է նկարահանվել հեռուստասերիալներում։ Այդ արգելքը ինչքանով է օգնել և խանգարել ձեզ»։ Թամարան այսպես պատասխանեց այս հարցին. «Սկզբում դա ամբողջ կուրսի համար ըմբոստանալու թեմա էր դարձել։ Մտածում էինք՝ ինչու են մյուս կուրսերի ուսանողները խաղում, ինչու մնացած վարպետները չեն արգելում։ Հիմա եմ հասկանում, որ դա շատ ճիշտ է եղել։ Եթե շուտ մտնեինք այս ասպարեզ, շատ բան չէինք հասկանա, չէինք սովորի, չէինք ունենա այն վերաբերմունքը մասնագիտության հանդեպ, ինչը ունենք հիմա։ Իսկ հիմա չեմ ձուլվում ու խճճվում, հասկանում եմ ով է լավ խաղում և ով վատ», պատասխանել էր դերասանուհին։ CityLife.am-ի հաջորդ հարցը այսպիսինն էր. «Ինչպես եք վերաբերվում առանց դերասանական կրթության դերասաններին»։ Այս հարցին դերասանուհին պատասխանեց. «Կան դերասանական ստուդիաներ, որոնք դերասաններ են տալիս, բայց ես բժշկական համալսարանն ավարտած բժշկին ավելի կվստահեմ, քան բժշկական քոլեջը ավարտածին։ Ինձ ջղայնացնում է այդ փաստը։ Ես խանդում եմ իմ մասնագիտությանը։ Ես վատ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր չունեն կրթություն, բայց զբաղվում են իմ մասնագիտությամբ։ Նրանք իմ գործն էլ են դժվարեցնում։ Բայց ասեմ, որ կան մարդիկ, ովքեր չունեն կրթություն, բայց ունեն տաղանդ, և ժամանակի ընթացքում մասնագիտանում են», անկեղծացել էր դերասանուհին։ Հաջորդ հարցը այսպիսինն էր. «Որքանով եք սկզբունքային դերեր ընտրելու հարցում, ինչ չափորոշիչներով եք առաջին հերթին ուշադրություն դարձնում ու շարժվում»։ Թամարան պատասխանեց. «Ինձ համար չկան մեծ ու փոքր դերեր, կան լավ ու վատ դերեր։ Կան դերեր, որ չունեն խմորիչ, որ կկարողանաս մարդ սարքես։ Սկզբունքային եմ այնքանով, որ կերպարս ունենա գծեր, սցենարիստի կողմից տրված, որ ես կարողանամ դրանից մարդկային տեսակ սարքել։
Դերասանական առումով սկզբունքներ չունեմ, կխաղամ տարբեր դերեր, թեկուզ բաց տեսարաններ, եթե իմանամ, որ դա արդարացված է, ու ռեժիսորի կապրիզը չէ, նաև կարևոր է, թե որ շուկան է ինձ առաջարկում տվյալ դերը, անկեղծացել էր Թամարան։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։ Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի այլ տեսանյութ, որոնք Թամարան հրապարակել էր այս ընթացքում իր Instagram-յան էջում։ Հավել ենք նաև, որ դերասանուհին բազմաթիվ ճամփորդությունների է մասնակցում եւ հենց դրանց ընթացքում էլ նկարահանում է տարբեր տեսանյութեր։ Բարի լույս, ընկեթերում ենք, ովքեր նայում են ստանաշիկ Դավիթ, բարի լույս մաղթի հետևորդների մենը կենտրոնի հարցարի տողը չէ։ Բարեցես, միացեք մեզ։ Նախորդ ստորին մենք ինչ եկել ենք այսօր աշխատանքի փորձում ենք ստորի անել Դավիթը այսպես ուրشادիր նայում է որովհետև այսօր տանգոյի միջազգային օրն է փորձում եմ ապարել սովորել հուսամ Դավիթի մոտ կստացվի իսկ դուք միացեք կենտրոնի առավոտին որովհետև շատ հետաքրքիր հյուրեր ենք ունենալու չէ Դավ Այո այդքանն է Դավիթի տեքստը այսօր ասել եմ ինչ ասեմ կասես այո չէ Դավ այո I said good morning to you ոչ միայն Երևան, բայց արդյոք պարտադիր է դրա համար հրաժարվել մեր ունեցածից կողմից ասած։ Այսինքն ուսանողական օրինակ չգիտեմ ինչքանով է բնությունը ճարտարապետության մասնիկ չնայած կարծում որ այդպես է։ Եթե մենք օրինակ քաղաքում օրինակի համար տնկում ենք սաբուրաներ, եթե չեմ սխալվում։ Այսօր տոն է կենտրոն հեռուստաընկերությունում մեր Ռոբի ծնունդն է։ Տոն է հիրավի կամերաներից գոյշում վախենում եմ, սարսափում եմ։ Չեմ սիրում։ Վայ։ Այ հասկացար ինչի եմ վախենում շամպայնից։ Շամպայնի մնացորդներ են։ Հետո էլ ասում եք այդ պատշգամբը չի օգտագործվում։ Ես անկեղծ եմ ասում, մենք այս շամպայնը հիմա խմում ենք եթերից հետո, մենք խմած չենք եղել եթերում եւ այնինչ ասել ենք տղամարդկանց մասին, մենք իրոք այդպես ենք մտածում։ Ճշմարտություն։ Խնդրում եմ նայեք ինչ հյուրեր ունենք այսօր կենտրոնի առավոտ։ Մենք հյուր չենք, մենք գաղթական ենք, բալես։ Իհարկե ափսոս է ուտելիքը, բայց վերցրեցինք մի քանի բան ու չհավանեցինք, շկերանք, նամ սուրճ ենք խմում։ Իրենք ճիշտ ասած մի հատ համեմունք ունեն, սպეციფიկ համատարի ցանկացած ուտելիքի, որ երևի մեր քիմքին ուղղակի դա սովոր չի։ Խոսքով այսօր քաղցրով ու սուրճով են նախաճաշանում, որը так Այսօր որոշել եմ մեր նախաճաշը ձեզ ցույց տամ, սկսենք հյութերից, sense տարբեր տեսակի հյութեր ունենք, մրգեր, շատ համով, այստեղ ինչ ոնց որ կաթ հա, քաղցր, հա, սա բանա, բրաունի հետ, անցնենք առաջ, այստեղ էլի մրգեր են, կարակ, կարակ եմ ուզում մրգենք, կարակ, այնտեղ էլի համովություններ են, քաղցր, բայց դա հետո այստեղ տարբեր հացեր են, սենց այստեղ են համովություններ, կրուասան, նուտելլա եւ այլն, անցնենք առաջ